խանգարեն, որ կանոնը նկարում են, ասել։ Արի միկրոֆոնը շող։ Երեխեք էսի որ խնդրում կպայ։ Իսկ արձանագրեց աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սմբատյանը, ընթերցեմ Վարշապատ համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստի արձանագրություն։ 2025 թվականի հունիսի 12-ին ժամը 17:00-ին քաղաք Էջմիածին Սուրբ Մեսրոպ Մաշտոց 0 հասցեում գտնվող Վարշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավականու նիստերի դահլիճում հրավիրվել է Վարշապատ համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստը, որին մասնակցելու համար ներկայացել են Վարշապատ համայնքի ավականու 10 անդամ։ Այդ մասին հայտարարեց նիստը արձանագրողը, հիմք ընդունել ավականու գրանցման արդյունքները գրանցվել այստեղ, կարող եք։ Ինչ է գրանցվում։ Նիստի ներկա անդամներ, ովքեր որ գալիս են, գրանցվում են, դնում են ժամը, որ ժամին են ներկայացել նիստին եւ անուն ազգանուն ստորագրություն։ Վարշապատ համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստին ներկա են համայնքապետարանի աշխատակիցներ, հրավիրված են լրատվական միջոցների ներկայացուցիչներ։ Լրատվական միջոցների ներկայացուցիչներից առաջին ալիքը ներկայացել է նախապես սահմանված կարգով, ուստի որը որ հրապարակվել է։ Նիստի արձանագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարի ԺՊ Կարեն Սմբատյանը։ Ավականու նիստին չներկայացած անդամների բացակայությունը համարվում է անհարգելի, հարգելիության վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելու հիմքով։ Հայաստանի Պետության դրական օրենսգիր, Սահմանադրական օրենքի 142.3 հոդվածով սահմանված կարգով նիստը գումարվում է Հայաստանի Պետության Արմավիրի մարզի Վարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու եւ համայնքի ղեկավարը ընտրելու նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրավիրված ավականու նիստին օրենքով սահմանված կարգով կես ժամվա ընթացքում չի ներկայացել նիստը վարողը, համայնքի ղեկավարի փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը եւ ավականու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին, ուստի նիստը իրավազոր չէ։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Պետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով նիստը համարվում է չկայացած։ Ավականու նիստն ավարտվել է 2025 թվականի հունիսի 12-ին ժամը 17:30-ին։ Հաստատակարգը ինչպիսին է, եթե առաջին նիստը տապալվեց, երկրորդն է լինելու, այսինքն երբ է գնալու դեպի լուծարում ավականուն, ինչպես է լինելու։ Երկշաբաթյա ժամանակը նախատեսում, եթե երկշաբաթյա ժամանակահատվածում չի ընտրվում համայնքի ղեկավար, Հայաստան Պետության կառավարությունը լուծարում է համայնքի ավականին։ Իսկ լուծարելուց հետո ավականի չունենալու համայնքապետարանը ինչպես է այդ դեպքում ղեկավարվելու աշխատանքները, ինչպես է կարգավորվել։
Լուծարից հետո Հայաստան պետության կառավարությունը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, ավականին շարունակում է գործել այնքան ժամանակ, քանի դեռ նոր ավականացություն չի եղել, ուղղակի որոշակի սահմանափակումներով։ Հիմա Ալիշնի Մեխակյանի մասին է խոսում, որ նա պետք է ժամանակավոր պաշտոնակատար լինի, ձեզ մոտ ինքը եղել է տեղակալ, եթե չեմ սխալվում։ Այո, պարոն Մեխակյանը մեզ մոտ եղել է տեղակալ։ Ինչպես է իր տեխնատությունը ընդունվել քաղաքապետարանը։ Տեսեք, դա ինձ թվում է այս հավաքական նիստի շրջանակներում չի, ես պատասխանատվություն չունեմ նմանատիպ հարցերի պատասխանելու, այս բան մենք ունենք ավականու նիստը, որը որ արձանագրել ենք եւ պետքա շարունակությունը տվել։ Մնացած հարցերը խնդրեմ ես եմ շնորհակալ, խնդրեմ ավականու անդամներին ստորագրել արձանագրությունը։ Բացի ԿՊ-ից այլ ավականու անդամներ դիմադիր ուժերից։ Այո։ Ովքեր բացակայել։ Հիմա մի հատ ծրագրության process անցնենք, հա հետո տնենք։ Պարոն Խաչատրյան, խնդրեմ արձանագրությունը մեկ ավականու անդամները ստորագրեն։ Ստորագրում եք։ Բացականներ ունենք, պարոն Խաչատրյան, ովքեր են բացականները։ Հայրանը Գրիգորյան, որ այդ կապ չեն կարողացել հաստատել, ճիշտ ասած, ինքը նախորդ նիստի ներկա եղել, այսօր չեն կարողացել կապ հաստատել։ Գիտեք, մեր անդամները ինչ անշակում չեն կարողացել, եթե այդ մարդուն չեն կարողացել գտնել, ինքը նախորդ նիստի ներկա եղել, չեն կարողացել գտնել, ես չեմ, Էջմիածնով բնակվում, չեմ ուզում շատ ոչ, որոշիչ չէր լինի, չէ, որոշիչ չէր լինի։ Ամեն դեպքում պետք է չէ, բոլորը ներկայացնել։ Այդ հարցը պետք է ուղղել ամեն դեպքում անձա անհատականությունն է, պետք է իրան ասել, էլի։ Մեկ բացական ունեի։ Եվ Ռուբիկն հիվանդության պատճառով հիմա բանում է գտնվում։ Հիվանդանոցում։ Հա, բանում։ Կարծեմ Գերմանիայի Դաշնության Հանրապետությունում է առողջության հետ կապված։ Ամեն դեպքում մի քանի օրից կարծեմ վերադառնալու է։ Մյուս նիստին ինքը ներկա կլինի։ Իսկ ինչ վերաբերում է մյուս անդամին, չեմ կարող այդ հարցին պատասխանել, որ ինչու հիմա նիստի չի։ Ժողովուրդ ջան, մեկ էլ մի հատ կոչ անենք Էջմիածնի մնացած ավականու անդամներին, մյուս նիստին ներկա գտնվել, մյուս նիստին պարտադիր ներկա գտնվել, որտեղ նորից եմ կրկնում, իրանք ամեն մեկը անհատապես Էջմիածնի ավականու անդամներ են, ոչ մեկ չի ասա, որ իրանք Նիկոլ Փաշինյանի ստրուկներն են, հետո ամեն ինչ հիշվելու է, մյուս նիստին կգան ներկա կգտնվեն, դիտարկենք, որ իրանք որպես անհատ են հանդես եկել, չեն գա, ուրեմն իրանց մեղք իրանց վիզ ոնց որ ասում են, ամեն ինչ հիշվելու է, Էջմիածնում ամեն ինչ հիշվելու է, բոլորի բարոյական արժեքները։ Երբ որ ժամանակին ասում էինք, այտենց մի արեք, լավ չի լինելու, իրանք արեցին։ Հիմա հնարավորություն կար, ինչ որ ձև գոնե բարոյականությունը պահպանելու, իրանք չկան։ Ուրեմն սա դիտարկենք որպես համընդհանուր դիվերսիա Էջմիածնի հանդեպ, ոնց որ այս 7 տարի դիվերսիա են արել, ոնց որ բանը լինի, պատերազմական գոտի լինի Էջմիածնի փողոցները արդեն, հիմա էլ էս հերթական դիվերսիաներ։ Էջմիածնում կարող է այստեղ ընտրվել քաղաքապետ ու ապացուցվել Զիաննա Գասպանի եւ իշխանության համատեղ փողոտոցին, մինչև հերթական ընտրությունները, ու մենք վաղը ապրենք այլ Հայաստանում, բայց թող իրանք իրանց խղճի առաջ պատասխան տան, ոնց որ ասում է օրենքը։ Հաջողություն ձեզ։